Օրենքով տարել է։ Դուք փորձում եք արգելել տեղադրել։ Ես դες թույլ չեմ տալիս, որ հիմա դնեք։ Որ օրենքով։ Այսինքն քեզ հիմա ո՞ր օրենքն է պետք։ Որով դուք թույլ չեք տալիս։ Որ օրենքը թույլ չի հիմա չի տալիս։ թույլատրում։ Քաղաքում պալատկա դրան չի թույլատրում։ Որ օրենքը թույլ չի տալիս։ Հիմա դու կոնկրետ ինչ ես ասում։ Դուք իրավական հիմքեր բերեք, որ օրենքով եք դուք մեզ արգելում։ Ներողություն։ Այսօր եկավ, ասեց իրավունք ունես դնելու։ Երև իրավախորհրդատուն եկավ, այն ոստիկանության, այն նույնիսկ այն արտադրելուց հետո, եկավ ասեց իրավունք ունես դնելու, մենակ նենց տեղդիր, որ երթևեկությանը չխանդալի։ Այստեղ կդնեմ, որպեսզի այս երթևեկությունը չխանդալվի։ Ինչի մասն է։ Մարդ չի ասում։ Ստեղով կարող գնում են ծառի վրա։ Հիմա դու որտե ես ուզում դնես։ Այստեղ։ Այսինքն հիմա եթե ես միջին ղեկավարությանը չխոսում, դու պալատկա չեք դնում։ Հենա Դուք կարող խոսել ձեր ղեկավարության հետ։ Դուք եթե արգելում եք, ուրեմն դու ինչի հիմա չես դնում։ Դուք։ Այո։ Ինչի չեմ դնում։ Ներկայացրեք իրավական հիմքերը։ Նորմալ է։ Դուք փորձում եք ճշտել իրավական հիմքերը իմանալ։ Եթե չներկայացրեք իրավական հիմքերը։ Մարդու իրավունքների պաշտպանը։ Այ չեմ ցանկացել, զանգի հիմա։ Եթե դուք հիմա չեք ներկայացնում իրավական հիմքեր, ապա ձեր իսկ ով պետք է։ Ուրեմն Ես հարցնում եմ։ մարդու միջազգային բոլոր կոնվերսիաներով, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, մենք միանշանակ իրավունք ունենք։ Եվ որևիցե մեկի թույլտվության կարիք Ներողություն էլի, եթե Հայաստանի Հանրապետությունը միացել է միջազգային կոնվենցիաներին եւ դա թույլ է տալիս, ու ձեր ղեկավարությունը թույլ է չի տալի, նշանակում է ձեր ղեկավարությունը օրենքից բարձր է։ Ասենք մեր ղեկավարությունը օրենքից բարձր է։ Տենց է ստացվում, ո՞նց է ձեզ ինչպես դիմեն։ Տանում լեյտենանտ։ Պարոն լեյտենանտ, ինչպես է ձեր անունազգանունը գրենք, էլի, որ ով արգելող է։ Այսինքն այդ գլխավոր արգելողը ես չեմ։ Դուք եք հիմա մեզ արգելում։ Դու ուրեք ես։ Չգիտեմ։ Եթե չենք բացում։ Ինչի։ Որովհետեւ։ Ինչի։ Եթե հիմա դուք ձերն եք ասում, ես իմս կասեմ։ Որտե չի բացվելու։ Մենք իրավունք Ես ունենք։ հիմա ինձ ինչ կարգ դրես հետո Ներողություն, օրենքը դուք շրջանցում եք։ Այսինքն եթե ես իմաստե կանացել քեզ ասում եմ մի բացեք, հա, դու էլ ասում ես բաց։ Օրենքով պետք է մեր ասել։ Եթե ասում եք, դուք պետք է բերեք իրավական հիմնավորում, դուք չեք բերում։ Ձեր ասածը մենք չանենք։ Ոստիկանը իրավունք ունի ցանկացած հրահանգ տալու։ Նա իրավունք ունի տալու հրահանգ, որը իրավական է։ Ասենք ձեր հրամանատարը ասում է գնացեք ոնց որ մարտի 1-ին մի 10 հոգի էլ սպանեք։ Չէ, եթե տենց հրաման տան, անելու եք։ Ոչ։ Հիմա չեք անելու, որովհետև դա անօրինական է, թե չէ, անօրինական է։ Հիմա ձեր վերադասի պահանջը անօրինական է, ինչի եք ենթարկվում։ Մարդու հիմնարար Չէ, պետք չէ։ Որ ուզում ես իմ լավն է ցանկանում չეთ թողում վրան դնեմ ես իմ քաղաքացիական Եթե հիմա քո լավի հարցը համար դե պալատկա թույլ տանք դու քեզ լավ կզգաս։ Չէ, բա Պատենում ես։ Ալևի անձրևի դեպքում ես կպաշտպանվեմ։ Ես ուզում եմ մեր ոստիկանը լինի ամենաօրինապաշտը, այս հասարակության համար օրինակ ծառայի, բայց sense որ հրաման է տալում ընդամենը, որը անօրինական է, հասարակությունը դրանից օրինակ չի վերցնում։ Լավ չի էլի, ես չդիտեմ, լավ չի։ Որ օրենքն է դա ենթադրում։ Դա ձեր կարծիքն է։ Կարող եք օրենքը ասել։ Օրենքի որ կետն է դա ասում, որ քաղաքապետարանը պետք է թույլատրի, որ մենք վրան դնենք։ Դες ես քեզ ասեմ։ Ձեզ պարոն լեյտենանտ։ Ձեզ։ Այո։ Հիմա դες ես քեզ ասեմ։ Ձեզ պարոն լեյտենանտ։ Դա հիմա անտատ ինձ պիտի ուղես դու։ Որ ճիշտ չեք դիմում քաղաքացուն ուղում եմ, ձեզ ասեք։ Ես դու պարտադիր միշտ այդտենց ես խոսած։ Ես ձեր հետ դուով ոչինչ։ Ես ձեր հետ դիմում եմ պարոն լեյտենանտ եւ դուք պարտավոր եք ինձ պատասխանել։ Իսկ դեր անունը կարանք իմանալ։ Գևորգ Սաֆարյան։ Իսկ Գևորգ դիմենք։ Կարող է դա։ Գևորգ ջան, սենց ասեմ քեզ։ Հիմա նորից եմ ասում, սպասում ենք ինքան, հա։ Դա պահանջ է։ Դա ես եմ։ Թե խնդրանքը ասել ձևակերպում չկա, դուք կարող եք կամ պահանջել, կամ չգիտեմ, ոստիկանությունը ուրիշ իրավասություն չունի։ Եթե պահանջում եք, ասել իրավասություն չունի ոստիկանությունը։ Կարող եք պահանջել, պահանջում եք դուք, որ ես վրան չտեղադրեմ։ Խնդրեմ։ Եթե խնդրեք, կարող եմ ձեր խնդրանքը մերժել։
Ես քաղաքապետարանի գործ ունեմ։ Չէ, դուք ասում եք քաղաքապետարանից թուղթ բեր։ Ինչ թուղթ բերեմ։ Որտեղ է գրած թե քաղաքապետարանը թուղթ պետք է տա։ Դուք այդ թղթի տեսքը գիտեք, որ այս թուղթը ցույց տամ, դուք հասկանաք, որ այդ թուղթն է։ Որեն գրված կլի կարծես։ Բայց կա որ օրենքն է դա պահանջում։ Որ կարող է քաղաքապետարանից չէ նախագահականից պետք է բերեին։ Օրենքը ո՞րն է։ Քաղաքապետարանը բան չի տալիս, քաղաքապետարանն է։ Որ օրենքով։ Բայց դուք իմ հարցին չպատասխանեցիք, էլի ուզում եք ապրեն ոստիկանական երկրում թե իրավական։ Իրավական։ Դե որ իրավական թողեք իրացնեմ իրավունքները։ Գևորգ։ Հա։ Պահեք դուք ինչ։ Այդ իմ համար է այդ մարդը։ Մենք ծանոթ ենք։ Օրենքի սահմանը, ես ձեզ հասկանում։ Պարոն Սահակյան, ավտոմեքենայի կարգչը ուղղակի մենք ուզում ենք իմանալ ինչ ունի։ Վրան են տեղադրում, դա պարտավոր է քաղաքապետարանից թույլտվություն։ Խնդրեմ, թույլտվություն բերեք դրեք, մեկ չէ 10 հատ դրեք։ Ինչ է, Անգլիայում են դեռ հավել։ Ինչ կա վեզիան Ռոմպիկների, վրանների եւ այլը հատկացում։ Գնացեք քաղաքապետարան, դե բարձր դեք ասեն։ Դուք եք ասում որ օրենք կա որ։ Իրացում քաղաքապետարանն է տնօրեն տարածքի։ Գևորգ ջան, արի ճիշտ է, դա հեսա մոտիկա 100 մետր է։ Այդտեղ սա օրենքները բացատրեմ հատած դեստամ։ Նախ վրանը բացում է ցուցարը, մենք օգնում ենք, որը բան Նախ վրանը ումն է, հələ տեից սկսենք, ում վրանն է։ Չգիտեմ։ Չէ, դե չգիտեմ չի, տես չի կարելի։ Վերացական ասել կա, մեզ կա։ Ասում վրանը բացում է, ուրեմն բանը հացադուլ անողը, որպեսզի իր իրավունքները պաշտպանի։ Այսինքն մարդը շոկից բանից չմեռնի։ Դիմի թույլտվություն վերցնի, փոփրոբլեմ չկա Պարոն փոխգնդապետ, բայց որ օրենքն է իրանից պահանջում, որ նա Ես պարտավոր չեմ լրիվ օրենսգիրքերը անգիր իմանամ։ Ես հասկանում եմ, բայց այն պահին, որ դուք մարդուն մի բան արգելում եք, դուք պարտավոր եք դրա հիմնավորումը բերեք։ Սա հասարակական վայր է, ստեղով մարդիկ եթում են անցուդարձը խանգարում եք։ Չեն խանգարում, ճեմուղին լրիվ բաց է։ Ոչ։ Մարդիկ չեն քայլելու ծառի մեջ։ Դուք գնացեք քաղաքապետարան, իրանք ձեզ կասեն, եթե թույլտվություն կտան, բերեք դրեք, խնդրեմ չունենք մենք։ Դուք հացադուլ հայտարարել եք օրենքով, չէ՞։ Դե միանշանակ էդ օրենքով բերեք վրանը տեղադրեք, ով է ձեզ արգելում։ Ախր դու ուրեմն գնացեք քաղաքապետարան ձեզ կասեմ որ օրենք։ Ես չեմ այդ թույլտվություն տալու, ընկեր։ Տաղուկա քաղաքացի որ մտահոգա թե ուտի խնդիրն է։ Ակտիվիստները շատ են, էլի ոնց։ Միշտ գալիս են ստեղ։ Միշտ գալիս են։ Մենք 3-4 առաջով ակին մեծ խմբով ստեղ ենք։ Այն մարդիկ ովքեր սատարում են այս մարդուն իր պահանջին։ Եթե թույլ չտան վրան տեղադրել, ինչ է կանելու։ Մենք դեռ պահանջում ենք, որ բան, իրանք բերեն իրավական հիմնավորում։ Եթե գտնեն այդ իրավական հիմնավորումը։ Եթե գտնեն, մենք ցանկացած իրավական հրահանգի, Չէ, ես ուզում եմ ասեմ, դուք համոզված եք, որ չկա այդ հիմնավորումը։ ոստիկանությունը մինչև հիմա չի բերել։ Այսինքն հիմա իհարկե բոլոր որոշումները կայացնում են մարդը, ով հացադուլ է հայտարարել, ու ով որ եւ ում անունից մենք հրանը բացում։ Ուղղակի մենք օգնում ենք, որ մարդը ֆիզիկապես եվիկակի չի։ Բայց ոստիկանությունը նաեւ կա նախադեպ Մաշտոցի այգում, երբ որ թույլ չտվեցին, մաքսիմում իրավական հիմքը որ բերել են, պարոն Մելքոնյանը, փոխոստիկանապետ, ասաց ես չեմ թողում։ Խնդիր ունեք, ես չեմ թողում։ Այսինքն ձեր կարծիքով ստեղ նույն բանն է։ Ստեղ դեռ նման բան չեն ասել մեզ, բայց մենք նաև ստեղա մարդու իրավունքների գրասենյակից, իրավունքների պաշտպանի գրասենյակից երիտասարդ։ Հիմա կտեսնենք երևի մեզ նորից կմոտենան մարդու իրավունքների պաշտպանությունից այլ մարդիկ։ Հասկանանք, որտեղ կոնկրետ ես շատ լավ պատկերացնում եմ, որ չկան մի հատ օրենք, որ կարող է մարդուն արգելի իր հիմնարար իրավունքները պաշտպանելու։ Իսկ մարդու կյանքի իրավունքը, մարդու առողջություն ունենալու իրավունքը դա հիմնարար իրավունքներ է։ Չի կարող լինել մի օրենք որևիցե երկրում, որը արգելի մարդուն
առողջություն ունենալ կամ պահպանել, պաշտպանել իր կյանքը։ Մենք հիմա կսպասենք, համել այնտեղից արձագանք պետք է լինի։ Ես որպես սատարող հաճախ գալիս եմ այստեղ, հարցնում եմ, ինչ բան կարիքներ ունի։ Զրուցում եմ, երևի ամենամեծ օգնությունը այն է, որ մարդու հետ զրուցեմ։ Որ նախաձեռնող խմբի։ Մեր ընկերներից շատերն են գալիս այստեղ։ Աջակցություն, այստեղ օգնության խնդիր չկա, մենք շատերս ոչ թե որպես նախաձեռնություն, այլ որպես անհատներ, շատերս եկել ենք, նոր մեծ խմբով եկանք, աջակցեցինք, մեր աջակցությունը հայտնեցինք։ Ես կարծում եմ, որ մենք նման բարոյական իրավունք չունենք, դա այդ մարդը պետք է որոշի ինքը դադարեցնի, թե ոչ։ Կարծում եմ որևիցե մեկը չունի բարոյական իրավունք հացադուլ հայտարարողին ինչ-որ նմանատիպ խորհուրդներ տա։ Մարդը իրականացնում է իր իրավունքը եւ ուզի կշարունակի, չի ուզի չի շարունակի։ Դա բարոյականության։ Բայց ես երբ ասեցի, որ ես եկել եմ այստեղ բնական ոչինչ, ես հարցերը մարդու առողջության խնդիրն է, մարդու առողջության խնդիրն է, բայց ես ցանկանում եմ այդ մարդու հետ զրուցել, կոնկրետ իրազեկված լինեմ, այդ մարդու պահանջները որն են եւ ինքս փոխանցեմ այդ մարդուն իմ ասելիքը, որ պարոն Մառուր, երբ որ ես չի թույլ տրվում վնաս եթե դուք առաջնորդում եք սահմանադրությամբ, այդ դեպքում սահմանադրությամբ 42-րդ հոդվածը ասում է, որ այնինչ արգելված չէ օրենքով, ցանկացածով, իրավունք ունի, այո, Սակարգ, որպեսզի վրան չտեղադրվի։ Հիմա ես ուզում եի ուղղակի ձեզանից լսել, թե ինչ հիմքերով չեք թույլ տալիս։ Դա էի ասում։ Խնդրեմ մի հատ ինձ։ Մենք առաջնորդվում ենք բոլորս սահմանադրությամբ եւ օրենքներով։ Մեր սահմանադրության 47-րդ հոդվածը պարզ նշում է, որ եթե ցանկացած ոք իրավունք ունի անել այն ինչը չի արգելում օրենքը, սակայն նույն հաջողությամբ եթե նայենք 47-րդ հոդվածը, այնտեղ նշում է ցանկացած անձ Իրկադրությամբ ես բարձրաբանում եմ վրան տեղադրելը ոչնչոտ է հանդիսանում այլ քաղաքացիների ազատ անցու դարձում 1 եւ երկրորդը նա որ որպես քաղաքակիրթ երկիր մենք չենք կարող թույլ տալ որպեսզի դառնա մեր քաղաքը վրանների քաղաք Հասկանում եմ հարգելիս որ չի նման օրենք գոյություն ունի բայց այդ օրենքը դուք կարող եք ասել այն դեպքում երբ որ մի քանի հատ վրան տեղադրվեն այս հասարակական վայրում, սակայն մեկ վրան է ամբողջ տարածքում իմ կարծիքով չեմ ուղին չի փոխվում։ Մենք սպասենք տեսնենք։ Մի քաղաքացի տեղադրեց, այնուհետև անցավ 1 ժամ փորձեց մեկ այլ քաղաքացի տեղադրի։ Մենք սպասենք, որպեսզի վրանները շատանան, նոր որևիցե միջոցներ ձեռնարկեն։ Որ կարելի է դրա համար նախապես կարելի է մի անձին առաջի վրան տեղադրող անձին համապատասխան ձևով իրազեկել Ինչով է խոչընդոտում այս մարդու պարոն Վարդանյանի վրան տեղադրելը մարդկանց անցու դարձին։ Ես դա եմ ուզում։ Խոչընդոտում եք, այնպես որ մարդ ստիպված պետք է լինի վրանի
տեղադրված վրանի արդյունքում պատճառով տեղաշարժ լինի եւ այլ ճանապարհ ընտրի, այլ ընտրանքային ճանապարհ ընտրի, որպեսզի գնա իր նպատակադրված վայրը հասնի։ Այն մասում։ Խնդրեմ, ես ձեզ կարող եմ ցույց տալ։ Ծառի տակով ծառին թիվ մարդիկ անցնում են, այսինքն եթե վրանը կողք կդրվի, բնականաբար նաև խոչընդոտ է հանդիսանում։ Այդ պարագայում չի դրվում, ես ծառի վրա չի դրվում, ծառի կողքն է։ Այսինքն եթե ծառի վրա դրվեր խնդիր չէր առաջանա, ճիշտ է։ Բնապահպանական խնդիրներ կառաջանան այդ ժամանակ եւ մեր հարգարժան բնապահպան ներկայացուցիչը այդ ժամանակ խառնվել, ոչ թե հիմա իրա խառնվել ես գտնում եմ անհիմն եւ անիմաստ։ Պարոն Մար, ես արդեն պահանջում եմ իմ գործողությունները չգնահատել։ Չեմ գնահատում։ Ոչ թե անհիմն։ Որովհետեւ դա ձեր պայքարը։ Դա ձեր կարծիքն է, խնդրում եմ ձեր կարծիքը պահել ձեզ։ Քաղաքացի, որը իր պահանջներն է ներկայացնում։ Ես է սատարում այդ մարդու պահանջներին։ Փորձում եմ սատարել, ես Չեմ փորձում, սատարում եմ։ Ես ձեզ չեմ հարցնում դուք ինձ ոնց եք ճանաչում, դա ձեր պարոն Մար, լսեք միջև էր։ Մենք ստեղ կանգնած ենք, պարոն Մար, մենք ստեղ կանգնած ենք, բայց որից է մեկը ինքը ուզում է այդ կերպ։ Չենք խառնում անձերի հետ։ Ես դա պարոն Մար, դա ձեր մեկնաբանությունն է, բերեք օրենքը, որը նշում է, որ վրան չի կարելի, անց կարելի է։ Դուք ձեր մոտեցումը օրենքով ֆիքսված չի։ Դուք ձեր կարծիքն եք ասում։ Ես ասացի, մեկնաբանեցի։ Դա ընդհանրապես ձեր սուբյեկտիվ կարծիքն է, օրենքով դա չի սահմանվում։ Ձեր սուբյեկտիվ կարծիքը կարող եք 100 անգամ կրկնել։ Ես ձեզ պահանջում եմ օրենքը բերեք։ Ես էլ սուբյեկտիվ կարծիքներ ունեմ, եւ իմ կարծիքը քեզ չի հետաքրքրում, դրա համար ես չէի ցանկանում քո հետ զրուցել, դրա համար ցանկանում եմ զրուցել այս անձնավորության հետ, որի հետ ես զրուցում եմ։ Ինչ կապ ունի, եթե մենք ես վերցած դրան գնում եմ այնտեղ, դուք արգելում եք ինձ տեղադրել վրանը։ Ների հետ, որպեսզի խնդիրը ավելի համակարգված լուծում ստանա։ Այսինքն վաղը հնարավոր է լուծվի։ Վաղը հնարավոր է եւ լուծվի։ Կոնկրետ ժամկետ չեմ կարող ես ձեզ ասել, վաղը կարող է նաեւ այսօր լինի։ Լավ, ուրեմն մենք սպասենք։ Եթե այսօր տան վաղը միջև այսօր լինի, լավ, եթե չէ, ուրեմն մենք նորից կփորձենք տեղադրել։ Պաշտպանը որ ոնց էր։ Հաբետ անես։ Հաբետ ջան։ Ուրեմն պայմանավորվեցին։ Տենց բան։ Որից ասեմ, որ ավելի պակեոր լինի, որ միջազգային եւ տեղական պետական մարմինների հետ համագործակցություն Վաղը միջև ժամը 10-ը համակարգված լուծում ստանա։ Եթե միջև դա էլ ինչ-որ խնդիր առաջանա, կապված ոստիկանների հետ կամ ուրիշ որևէ խնդիր, մեր թեժ գծի հեռախոսահամարը ավելի հեշտ է մեր հետ այս ձևով կապվելը։ Դե ձեզ համբերություն, հաջողություն ձեզ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Իրանք ասեցին, որ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցում են ու հնարավոր է այսօր տան վաղը լուծում լինի։ Այդ դեպքում ասեցի մինչև վաղը ժամը 12-ը ես կսպասեմ, եթե լուծում չեղավ, էլի կփորձեմ տեղադրել։ Թե ոստիկանները ցույց տվեցին, որ իրանց համար օրենքը արժեք չունի, գոյություն ունի հրաման, այսինքն սա ոստիկանական պետություն է։ Իրանց գործողությունը ցույց տվեց, որ սա ոստիկանական պետություն է։ Վերջ։ Դե դիտեք ինչ, եթե մտածեն խոչընդոտեն ու չշարժվեն, սխալ կլինի։ Ի վերջո ես պետք է իմ իրավունքներից օգտվեմ։ Սա է։ Դե հիմա վաղը դա կտեսնենք, էլի ես հիմա Դե ես միշտ պետք է փորձեմ իմ իրավունքը իրացնել։ Հիմա ինչ ցանոց կստացվի, ինչ միջոցների վաղը կդիմեմ, մտածելու խնդիր է արդեն, պետք է մտածել միգուցե ուրիշ միջոցներ վաղը կիրառեմ։ Իսկ ինչպես պայքարելու դեմ կամ ինչ-որ մի Չէ, ալետ թողեմ, հիմա այս պահին ես որպես հացադուլավոր ուզում եմ վրան բացել, պետք է աշխատեմ, որ այդ վրանը բացվի։ Ի վերջո սա կոնկրետ իմ համար չի։ Այս խնդիրը պետք է ճանապարհ բացել, որ Հայաստանում, որ վաղը դու կլինես, մյուսը կլինի, կարողանա իր բողոքը տեղ հասցնել, իր բողոքը իրագործել։ Հիմա խոչընդոտում են։ Այսինքն ես կուզենամ մի քայլ առաջ տանեմ։ Սա է։